Ուրեմն դուք բրիֆինգի ընթացքում նշեցիք, որ պարոն Օսկանյանի այստեղ գալը չի նշանակում, որ նա ազատվում է մարտի 1-ի դեպքերի պատասխանատու լինելու, պատասխանատվությունը կրելուց, արդյոք դա նշանակում է, որ ազատ դեմոկրատները այնուամենայնիվ պատրաստ են համագործակցել մարտի 1-ի պատասխանատուների հետ, չէ՞ որ Վարդան Օսկանյանը դրանց պատասխանատուներից մեկն է։ Շատ հետաքրքիր բան եք ասում։ Ես եզրահանգման, ասենք, տրամաբանական շղթան է, որ չեմ կարող հասկանալ կամ ընկալել գոնե, որովհետև որևէ բան չի նշանակում։ Մարտի 1-ի պատասխանատուները պետք է պատասխանատվության ենթարկվեն, եւ ես կարծում եմ, որ ցանկացած ողջամիտ մարդ այդ կարծիքին է։ Ուրիշ բան, որ կլինեն մարդիկ, որոնք որ պատասխանատվության կենթարկվեն կոնկրետ գործողությունների համար, իսկ կլինեն մարդիկ, որոնք կարծում եմ պատասխանատու են քաղաքական գործընթացի այդ նրա քաղաքական հատվածի համար եւ Վարդան Օսկանյանը դրանցից է, կարծում եմ որևէ մեկը չի կարող ասել, որ Վարդան Օսկանյանը ենթադրենք զենքով հարձակվել է ինչ-որ մեկի վրա։ Իսկ հնարավոր է, որ Ռոբերտ Քոչյանը որպես քաղաքական վերլուծաբան, ասենք, մասնակցի ազատ դեմոկրատների մյուս համագումարին։ Ինձ թվում է, որ հնարավոր է ՀԱԿ-ի համագումարին մասնակցի, մեր համագումարին Ռոբերտ Քոչյանը մասնակցի, որևէ հնարավորություն չկա։ ՀԱԿ-ի համագումարին մասնակցի։ Ես չգիտեմ ՀԱԿ-ի որոշելիքն է, բայց մի բան կարծում եմ, որ ակնհայտ է, որ մենք Ռոբերտ Քոչարյանի հետ ճանապարհ երբևէ չենք ունեցել անցնելու, չունենք անցնելու եւ համոզված եմ, որ չենք ունենալու։ Այսինքն ըստ ձեզ ՀԱԿ-ի եւ Ռոբերտ Քոչյանի մեջ ինչ-որ համաձայնություն կա։ Ես կարծում եմ, որ այդ հարցը պետք է ուղղել ՀԱԿ-ին, մի բան նկատում եմ, որ այն լրատվամիջոցները, որոնք որ այսօր շատ բարեհամբույր են ՀԱԿ-ի եւ Բարգավաճ Հայաստանի նկատմամբ, միաժամանակ զբաղված են նրանց երկուսի գովաբանությամբ։